Եթերում հեռանկարն է, Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, շարունակվում են փոխադարձ հարվածները։ Միացյալ Նահանգների նախագահն էլ հայտարարել է, որ պատերազմի ավարտին քիչ է մնացել։ Մերձավոր արևելյան զարգացումները քննարկենք միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, մեր հրավերը ընդունելու համար։ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների արդեն 17-րդ օրն է, եւ հիմա եթե ամփոփենք այդ պատկերը, ինչպիսի առանձնահատկություններ եք նկատում։ Տեսեք, նախ պետք է հասկանանք ծավալը ինչպիսին պետք է լիներ, ինչպիսին որ ակնկալել էր Իսրայել-ամերիկյան տանդեմը տվյալ դեպքում, այսինքն որպես օրակարգ եւ ծրագիր ինչեր դրված իրենց առաջ, որտեղ այս պահին տպավորություն է, եթե անկեղծ շիտակ ենք խոսում, որ Միացյալ Նահանգները հիմա փորձում են իրենց դեմքը պահելու համար իդեմս Թրամփի այնպիսի ձևակերպումներ գտնել, որ դուք շատ կարևոր նկատառում արեցիք, որ իրենք փորձում են ներկայացնել, որ պատերազմը շուտով կավարտվի։ Եվ ինչ գնով կավարտվի եւ ինչ կուլմինացիա կունենա, որովհետեւ նրանց գերնպատակն է, որպես հաղթողի կերպարով իր իմիջի հարցը, որտեղ սա անձնական ամբիցիայի նաեւ արդյունք է, վստահեցնում եմ ձեզ, որ փորձեն ներկայացնել, որ այդուհանդերձ ինչը որ պլանավորված է եղել, հասել է իր պլան A կատարման, պլան B կատարման, եւ այս մասով կարելի ասել, որ իրենք որոշակի չափով փաստի առաջ են կանգնել, որովհետեւ այն նախանշած պլաններից մի մասն է կատարվել, ինչ խոսք, բավականին լուրջ ավերածությունների են ենթարկել ենթակառուցվածքները հատկապես Իրանի, բայց արյուտես, որ Իրանը նաև չի ընկրկում, տեղի չի տալիս եւ կարողանում է ցույց տալ, որ իր արսենալով հանդերձ կարողանում է դիմակայել արտաքին միջամտությանը եւ համատեղ կոալիցիային։ Հիմա հստակեցնենք, որոնք էին նախնական պլանները, որը հիմա կարծում եք, որ չի իրականացվել եւ հիմա պետք է դեմքը փոխել։ Սիրով, տեսեք։ Տվյալ դեպքում որպես այդպեսին պետք է հասկանանք Իսրայելի նպատակները որներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների որներ եւ համատեղ որներ, որպես այդպեսին։ Ես ավելի քան վստահ եմ եւ կարծիքս պնդում եմ որի-որ անգամ, որ դա այսպես կոչված Միացյալ Նահանգների ներքաշելներ պատերազմի մեջ։ Եթե դուք ամբողջ պատմագրությունը նայեք, ինֆոգրաման միշտ Միացյալ Նահանգների նախագահներին փորձել են ներքաշել պատերազմի մեջ, առավելևս Մերձավոր Արևելքում, եւ այդ հիմնական երկիրը եղել է Իսրայելը։ Եվ Իսրայելի գերնպատակն է, որբիսի նման հեգեմոն գերտերություն ներքաշվի պատերազմի մեջ, թեպետ անունը թող լինի, որ իր տարածքը օգտագործում է որպես պլազդարմ պոլիգոն, հա, եւ այս մասով Իսրայելը կարողացավ այնպես անել, որ Միացյալ Նահանգների դեմս նախագահ Թրամփի կարողացավ ներքաշվել պատերազմի մեջ եւ հենց հիմա ես ավելի քան վստահ եմ, որ Թրամփի կողմնակիցները եւ իրեն խորհրդականները միաբերան հիմա պնդում են այն, որ նախորդ մեր խոսակցության մեջ ասեցինք, որ օր առաջ ցուցադրելով միջազգային հանրությանը եւ ներկայացնելով դա որպես հաղթանակ, տանել կուլմինացիային որպես դա հաղթանակի ամփոփում եւ պատերազմի դատար։ Բայց իրականում հիմա տեսնում ենք, որ պատկերը փոխվել է։ Որպես այդպեսին տալիս եմ ձեզ հարցին ուղիղ պատասխան։ Պլան A նախատեսում էր լիկվիդացնել ուրեմն հոգևոր առաջնորդին Այաթոլլահ Խոմեյնիին բարձրաստիճան ղեկավարությանը թվով 48 եւ ավելի իրենց մոտ այո պլան A-ն նաեւ գերակատարվել է, որտեղ շատ ավելի բարձրաստիճան ղեկավարներ են սպանվել, առավելևս Պահապանների կորպուսի բարձրաստիճան ուրեմն ռազմական գործիչներ։ Պլան A-ն կատարվեց, բայց այն, որ նպատակ էր հետապնդվում, որ դրանից հետո տարածից ցիտում եմ նաեւ Թրամփի խոսքերը, որ Իրանի քաջարի ժողովուրդը դուրս գա հրտիրակոծումից հետո եւ տապալի իշխանություններին, ձևավորելով նոր իշխանություն, դա չտեղի չունեցավ, որտեղ պլան A-ն ըստ ամերիկա-իսրայելական տանդեմի նախատեսում էր ամբողջությամբ վերահսկողության տակ, այսինքն ներքին միջամտություն երկրի ներքին գործերին, իրանց քիմքին հաջող ղեկավարի նշանակում, որը ենթակա կլինի, հլու կամակատար կլինի, հետագայում արդեն իսկ էներգոռեսուրսների հանդեպ իրենց վերահսկողության հաստատումը կլինի, եւ եթե այդքանով բավարարվում են, ապա պատերազմը դատար կլիներ։ Այսինքն նպատակը նաեւ դրված էր հոգեվոր Իրանը վերածել աշխարհիկ պետության, որը իրենց մոտ չստացվեց։ Հիմա խորքային պետություն է Իրանը։ Արդյոք Թրամփին խորհուրդ չեն տվել կամ ինքը չգիտեր, որ Իրանը այն պետությունն է, որի հետ ռազմական գործողություններով գուցեև հարցերի լուծում չտեսնվել, ավարտական տեսքը չստացվի այն, ինչ որ իրենք պատկերացնում են։ Ինչու եմ սա ասում, որովհետև փորձը ցույց տվեց, որ տրոնային պատերազմից հետո 12 օրյա Իրանը բավականին հետևություններ է արել եւ իր ռազմաստրատեգիական ամբողջ ուղեգիծը փոխել է։ Այսինքն բավականին հավուր պատշաճի ներկայանում է, այսինքն կարողանում է քանիցս զսպել իսրայել-ամերիկյան ուրեմն համատեղ ուրեմն օկուպացիոն քաղաքականություն նախ ռազմական այդ միջամտությամբ եւ հետո օկուպացիոն սա էլ ինչի համար եմ ասում որտեվ պլան A-ի երկրորդ հատվածը նախատեսում էր
ցամաքային զորքերի տեսքով ներխուժում, այդ թվում նաև քրդական սեպարատիստներին օգտագործելով Իրաքի տարածքից ներխուժում Իրան։ Եվ այս պլանը եւս ձախողվեց։ Եվ այդ մասով է նաև որ ասում եմ խորքային պետություն է, որտեղ պետք է հասկանան, չէ՞, խոսքը վերաբերում է 90 եւ ավելի միլիոն բնակիչ ունեցող խորքային շիիտական պետության մասին գաղափարախոսության, որոնք դուք տեղյակ եք։ Հայտարարվել է մամեդականների դամ դիտարկվել է որպես պատերազմ, հիմա կարմիր դրոշ է բարձրացվել, դա նշանակում է ամբողջ մամեդականությունը ոտքի հանվել պատերազմի համար։ Սա նշանակում է երկարատև խրթին իրավիճակում երկարատև պատերազմ։ Հիմա անդրադառնալով նրան, որ դուք ասացիք, ցանկանում էր հոգևոր իշխանություն ունեցողը եւ հոգևոր երկիր լինելը վերածել աշխարհիկ երկրի։ Ժամանակին, երբ տեղի ունեցավ 79-ի հեղափոխությունը եւ Խոմեյնիի գալը, ի վերջո նա հոգևոր առաջնորդ էր եւ այլ նկատառումներ կային։ Արդյոք այստեղ հոգևոր կամ աշխարհիկի խնդիրն է, թե այլ տիպի համագործակցող երկիր ունենալու անհրաժեշտությունն է։ Ձևակերպում կա իրենց մոտ։ Իրենք հենց այդ ձևակերպումը իրենց բառերն են, հենց հոգևոր աշխարհիկ ստեղծելը, հա, հոգևորից աշխարհիկ անցումը։ Խնդիրը իրականում ավելի շատ ես ասեցի, դա էներգորեսուրսների վրա վերահսկողություն ունենալն է։ Դա առաջնահերթ խնդիրն է, որովհետև խոսքը վերաբերում է ծանր նավթ ունեցող, նավթային, այսինքն մի երկիր, որը տնօրինում է նավթի 20 եւ ավելի տոկոսին եւ իր Հորմուզի նեղուցով Պարսից ծոցի ավազանով մատակարարում է աշխարհի 20 եւ ավելի տոկոս գազ եւ նավթը, հետեւաբար հասկանում ենք, որ նաեւ սա պատերազմի նաեւ ալիբի էր Իրանին հարվածելով զսպել Չինաստանի տնտեսական աճը, որտեղ առաջի գերխնդիրը հիմա Միացյալ Նահանգների համար Չինաստանն է։ Մենք գիտենք, որ սև շուկայով ինչպես են ձեռք բերում, ինչպես Վենեսուելայի պարագայում, այնպես էլ Չինաստանը եւ այստեղ իրենք պատկերացնում էին, որ վենեսուելական սցենարը կգործադրեն բլիցկրիգ տարբերակով լիկվիդացնելով կամ չեզոքացնելով ղեկավարությանը, ապա կարողանան այդ ամեն ինչին հասնել նպատակներին, բայց փաստի առաջ կանգնեցին։ Եվ այստեղ տեսեք, հիմա այդ օպերացիան կոչվում էր Հուդայի վահան։ Հիմա այդ օպերացիան ինքնին արդեն ժողովրդական լեզվով ասած պրավալի է ենթարկվում, որովհետև փաստացի այդ պլանը չկատարվեց։ Հիմա տեսեք, հաջորդիվ դուք ասում եք, էլ ինչ նպատակի հետապնդվում։ Նպատակներից հեռահար նպատակներ նաև կան, բացի այն ինչը որ թվարկեցի։ Գեր նպատակ է եւ հեռահար նպատակներից մեկն է նաեւ մասնադիր, որ տիրես այդ սկզբունքին համաձայն Իրանի մասնադումը։ Դա իրենց Դա Միացյալ Նահանգների թե Իսրայելի շահերից է բխում։ Այստեղ համընկնում կա շահերի, այդ ձեր նախորդ հարցի բովանդակության մեջ կար ինչ շահ է հետապնդում Իսրայելը, ինչ շահ է հետապնդում եւ ինչ շահեր են հետապնդում երկուստեք։ Այստեղ գալիս է, որ տվյալ դեպքում Միացյալ Նահանգների համար Իսրայելը դիտարկվում է որպես պլացդարմ պոլիգոն, որովհետև վերջիվերջո օվկիանոսից այն կողմ է տարածական տեսանկյունից հեռու է, իրենց պետք է մերձավոր արևելքում իրենց վստահելի դաշնակից պետությունը, որը իր տարածքը կտրամադրի ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Եվ այս մասով հստակ ձևակերպում կար, որ Իսրայելը պետք է հասնի իր գերնպատակին, իսկ գերնպատակը մեծ Հրեաստան պետության ստեղծումը, որը ձգվում է մինչև Միջագետքի, այսինքն այս պահին Եփրատ գետի հատվածները, այսինքն իրենց գերնպատակը դա էր։ Երկրորդը Միացյալ Նահանգները, ինչպես ասեցի, էներգորեսուրսներին տիրապետելն էր եւ օգտագործել է իրենց օգտին համապար եւ այստեղ գալիս է որ համընկնում են իրենց շահերը եւ այստեղ է որ տեսեք շատ տարօրինակ ու տարակուսանք անգամ մարազմացիկ հայտարարությամբ ժամեր առաջ հանդես եկավ Թրամփը ասելով եթե դա անկեղծ է իրոք ասում որովհետեւ շատ զարմանալի եւ զավեշտալի ասում է մենք իրականում չէինք էլ նախատեսում որ օրինակ Իրանը կհարվածի Պարսից ծոցի ավազանի 8-ից ավել երկրների, հարևան երկրների, հա, իհարկե նաև ուզում են ներքաշել նրանց պատերազմի մեջ, հասկանալի պատճառներով, որ եթե դու դա չես գիտակցել, որ դու քո ռազմական բազաները տեղակայելով նման երկրներում ուղիղ հրթիռակոծման տակ ես ենթարկում Իրանին, ապա բնականաբար պատասխան հարվածներ լինելու են։ Եվ այստեղ է, որ Իրանը բավականին պատշաճ կերպով կարողացավ դիմագրավել եւ որտեղ որ ամերիկյան ռազմաբազաներ կային, դրանք մաքսիմալ լիկվիդացրեց։ Հիմա տեսեք, պահանջ պայմանները, որպես այդպեսին, այս պահի դրությամբ հետեւյալն է։ Իրանն է թելադրում կարծես իրավիճակը։ Եվ Իրանը ունի հստակ 3 նախապայման։ Նախապայմաններից մեկն է ամերիկյան ռազմաբազաների դուրսբերումը Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից, Քատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից։ Իրենց գերնպատակը հիմա դա է։ Հետո այն պատերազմի ընթացքում տեղի ունեցած ուրեմն արդյունքում տեղի ունեցած փոխհատուցումը ռազմական կոնտրիբյուցիաների ռեպարացիաների ուրեմն վճարում, սանկցիաների չեղարկում եւ
հիմնականում պայման, որ բացառապես Հորմուզի նեղուցը կծառայի մինչև այդ պայմանները չբավարարեն, կծառայի միայն բարեկամ դաշնակից երկրների համար Իրանին։ Հիմա Պահանջները անդրադառնալով դա է։ Մերձավոր Արևելքին։ Մերձավոր Արևելքի երկրները մինչ այս, օրինակ Reuters գործակալությունը այդպիսի հրապարակում է արել, որ մինչ այս որևէ երկիր Մերձավոր Արևելքից Միացյալ Նահանգներին չէր խնդրել պատերազմի մեջ մտնել։ Բայց այժմ Պարսից ծոցի երկրները առաջարկում են նրան շարունակել պատերազմը եւ թույլ չտալ, որ Իրանը թելադրող լինի։ Իսկապես այդ վտանգը կա։ Իհարկե, ես ուզում եք փոքրիկ չագերտներ նաև բացել, ասել ձեզ ինֆորմացիա։ Նույնիսկ դիվանագիտական խողովակներն են օգտագործում, օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններին ներքաշել պատերազմի մեջ, առավել եւս որ թիրախավորվում են հատկապես Դուբայում եւ Աբու Դաբիում գտնվող ամերիկյան բազաները, ինչ ձևով, տեսեք։ Պարսից ծոցի ավազանում կա 3 կղզիներ, որոնք 1971 թվականից համարվում են վիճելի տարածքներ Իրանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև։ Հիմա նրանք ասում են, որ պատե առիթն է, որ դուք կարող եք այս պահին օկուպացնել այդ տարածքները, այդ կղզիները, որոնք ընդ որում շատ լուրջ գեոգրաֆիկ տեսանկյունից շատ օգտավետ դիրքերում են եւ կարող են տարբեր իրավիճակներում օգտագործվել ռազմաստրատեգիական տեսանկյունից։ Խարկ կղզու գրավման մասին է, որտեղ ծանր նավթի վերամշակման մասին է խոսքը, որտեղ եթե դու գրավում ես ուրեմն Խարկ կղզին, դու տիրապետում ես ամբողջ տարածաշրջանին եւ հատկապես Օմանի, Հորմուզի նեղուց Պարսից ծոց կապի այդ ամբողջ լոգիստիկային։ Հաջորդիվ այո, նրանք փորձում են ներքաշել Սաուդյան Արաբիային, որը ստացվեց, ընդ որում ասած իսրայելա-ամերիկյան տանդեմ կոալիցիան միացել է Սաուդյան Արաբիան, Քատարը, Բահրեյնը, փորձեցին ներքաշել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նախիվեջևանյան սցենարը գիտենք, տեղյակ եք, փարատվեցին այդ մտահոգությունները, ապացուցվեց, որ դա իրենց ձեռքի գործը չի։ Ինջիրլիկի ռազմաբազային մասով հիշում եք, ասեցին հրթիռակոծվել, հետո չեղարկվեց։ Դա պատճառ էր, որբիսի ներքաշեին տարածաշրջանի ողջ ուրեմն բոլոր երկրներին պատերազմի մեջ, բայց այստեղ նաև տեսանք, որ իրանական կողմը նաև իր սատելիտ ուժերի միջոցով է պատերազմ վարում, գիտենք, Լիբանանում ինչ որ տեղ ունենում, Հեզբոլլան կարողանում է դիմագրավել, իհարկե լիբանանյան ցամաքային հարձակում տեղի ունեցավ, մենք գիտենք, որ Եմենի հուսիտներն են օժանդակում հարավից, այսինքն տարածաշրջանը երրորդ կաթսա է, որը որ չգիտես ինչպեսի տարբեր ձևակերպումներ կստանա ռազմական տեսանկյունից, բայց փաստը այն է, որ այս պահին, ինչպես եւ իսլամական կորպուսի հրամանատարությունն է ասում ու առանց այլևայլությունների, որ ինտենսիվ ռազմական գործողություններով իրենց ունեցած պոտենցիալով ու արսենալով իրենք կարող են դիմագրավել ընդհուպ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր։ Իսկ Միացյալ Նահանգներում գիտենք, որ մինչև այդ ժամանակահատվածը առավել եւս հիմա ակտուալացել է ուրեմն իմպիչմենտի գործընթացը, Թրամփին փորձում են իմպիչմենտի ենթարկեն, պլյուս որ կոնգրեսի ընտրությունները։ Այսինքն, ել չասեմ, որ գահավիժող ռեյտինգի սահմաններում շատ բարդ է հիմա նահանգների ղեկավարին այս պարագայում մարտեր վարել ռազմական ինտենսիվ գործողություններ։ Առավել եւս որ Միացյալ Նահանգների ժողովուրդը ասում է, որ դա մեր պատերազմը չի, դա ամերիկացի ժողովրդի, դա ամերիկյան պետության նույնիսկ պատերազմ, դա մեկ հոգու ամբիցիաների իր անձնական իմիջի համար կա, ուրեմն Էփշտեյնի սցենարն էլ մյուս կողմից փորձում են այս ամեն ինչի արդյունքում այդ ռազմական գործողությունները իրականացնել, որը իրականում ամերիկյան սցենարը չի, այլ իսրայելականը, որը կատարածում է որպես Միացյալ Նահանգներ։ Հիմա որքան էլ խոսում եք մեկ անձի մասին, այդուհանդերձ դուք հիշատակեցիք Չինաստանը եւ Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանի վրա։ Ի վերջո Միացյալ Նահանգների գործողությունները նաեւ փորձագետների կողմից բացատրվում են որպես Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու միջոց։ Հիմա դուք էլ ասացիք, հիմա որքանով է հաջողվել այդ ազդեցությունը որոշակիորեն զսպել այս իրադարձությունում։ Գուցե դա է պատճառը, որ հնարավոր լուծումները ավելի մոտ են։ Գիտեք, այս պահին ես չեմ նկատում արգելք որպես այդպիսին, որովհետև այս պահին անգամ Հնդկաստանին է մատակարարվում նավթ, եւ այս պարագայում Չինաստանը հետկուլիսային, ես ձեզ վստահեցնում եմ, եթե թվում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, եթե ոչ ուղիղ պատերազմական գործողությունների իրենց մասնակցության, որտեղ իրենք դաշնակցային միջպետական հարաբերություններ, դաշնակցային մագարտակի պայմանավորվածություններ ունեն, բայց որպես այդպեսին հետկուլիսային նրանք ինֆորմացիա տրամադրելով օգնում են Իրանին։ Եվ այս մասով ես ձեզ վստահեցնում եմ տուժելու տեսանկյունից Չինաստանը դեռևս տնտեսական տեսանկյունից չի տուժվել, որովհետև բնականon ուրեմն մատակարարումները դեռևս շարունակվում են։ Այս պահին, այսինքն Միացյալ Նահանգների եթե սցենարի մեջ հենց դա էր, որը ես էլ եմ պնդում, այս պահին նրանք այդ մասով էլ չեն հասել իրենց ուզածին։
Այսինքն ամերիկյան սցենարները, որը որ անգամ այսօր Թրամփը ինքն անձամբ է դրա մասին արձանագրում, տեղի չի ունեցել։ Հիմա Հայաստանի տեսանկյունից այս ամենին նայենք։ Հայաստանը Մերձավոր Արևելքում ընդլայնում է իր հարաբերությունները։ Մենք սպասում ենք Օմանում ռեզիդենտ դեսպանության բացումը։ Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, Միացյալ Նահանգների հետ եւս։ Այս իրավիճակում որքանով է հնարավոր այդ հավասարակշռությունը պահպանել։ Ինչի շնորհիվ։ Տեսեք, այս իրավիճակում ես գտնում եմ, որ մաքսիմալ չեզոքություն պահպանելը դա լավագույն ելքն է դիվանագիտության տեսանկյունից, որովհետև մեր գերխնդիրն է հիմա որպես պետություն եւ տարածք չներքաշվենք պատերազմի մեջ, հասկանալի բոլոր իր պատճառայեվերևանքներով հանդերձ։ Եվ այստեղ այո, ուրիշ բան, որ մենք կարող էինք եւ ես կարծում եմ, որ պետք է հումանիտար օգնության տեսքով օգտակար լինենք, որովհետեւ խոսքը վերաբերում է հարևան եղբայրական երկրին եւ այս մասով իհարկե որոշ վերապահումներով, որովհետեւ խոսքը գնում է Միացյալ Նահանգներին, որը իդեմս նախագահի տվյալ դեպքում փաստ է, որ Հայ-Ադրբեջանը կոնֆլիկտի հանգուցալուծման երաշխավոր այսօր հանդիսանում են նա։ Դրա համար է, որ ինչ որտեղ գործող իշխանությունները ներկայացնում են ժողովրդին, որ մենք ապահովագրված ենք այս պահով եւ Հայաստանը որպես պլազդարմ կամ որպես թիրախ չի կարող օգտագործի։ Ուրիշ բան, որ մենք հիմա փորձենք մաքսիմալ այնպես անել, որ չտուժի հայ-իրանական եղբայրական բարեկամական հարաբերությունները։ Այդ տեսեք Նախիջևանի դեպքը ասեցինք, բայց հաջորդ օրը օրինակ դա դեմոնստրատիվ ցուցադրություններ թե ինչ էր, բայց համենայն դեպս Ալիևը գնաց դեսպանատուն, ցավակցական խոսք ուղերձը հղեց, հումանիտար օգնությունը տրամադրեց, հիշում եք ցամաքային կապը Նախիջևանի հետ, որը որ չէր գործում, ակտիվացավ, այսինքն բնականon հարաբերությունները վերականգնվեցին։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որ իրանական կողմը համենայն դեպս եղբայրական Հայաստանից մի փոքր ավելին էր ակնկալում եւ սպասում, որի ակնկալելու տեղիքը կար։ Հիմա ես այս մասով կարող եմ դա ասել, բայց համենայն դեպս նաև կա մտահոգություն, որ հանգարց Միացյալ Նահանգները մեղմ ասած չնեղանա հայկական նման դիրքորոշումից, եթե փորձի բարեկամական ինչ-որ դրսևորումներ ցուցաբերի Իրանի հանդեպ։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն էր։